Հայ-գերմանական միջբուհական գործակցություն։ Գերմանական բուհերի ղեկավարները պոլիտեխնիկում են ծանոթանալու կիրառական գիտությունների ոլորտում հայ գիտնականների ձեռքբերումներին եւ հետազոտական աշխատանքներին։ Հիմնական առաքելությունը բացահայտելու հայաստանյան բուհերի հետ կիրառական հետազոտություններ իրականացնող ինժեներական ուղղվածություն ունեցող բուհերի հետ համագործակցության հնարավորությունները, պոտենցիալները, որը այսպես ասած շարունակությունն էր դեռևս 2 տարի առաջ նաեւ մեր փոխադարձ այցի Գերմանիա։ Հայ եւ օտարերկրացի մասնագետները համեմատում են երկու երկրների գիտական պահանջները։ Գերմանացիները հետաքրքրված են պոլիտեխնիկի, մետալուրգիական, միկրոէլեկտրոնիկայի եւ այլընտրանքային էներգետիկայի ոլորտներում գիտահետազոտական աշխատանքներով։ Պատրաստակամություն են մեզ հետ աշխատելու, մեր փորձը վերցնելու, քանի որ իրենց խոսքում էլ նշեցին, որ մետալուրգիան մի փոքր հետ է մնացել Գերմանիայում, կապված դեինդուստրիալիզացման պետության քաղաքականության հետ, բայց իրենք կարևորում են նաև, այսպես ասած, կայուն եւ այսպես վերականգնվող մետալուրգիայի կիրառումը, որ իրենք շատ հետաքրքրված են լաբորատորիա ունենալու, իսկ մենք արդեն 2 տասնամյակ ունենք այդ լավ համագործակցությունը ինդուստրիայի ներկայացուցիչների հետ։ Ja, vielen Dank erstmal für die Einladung, dass wir hier sind. Մեր համալսարաններն ընդհանրություններ ունեն։ Դրանք հետազոտություններն ու գիտական ձեռքբերումներն են, մասնավորապես միկրոէլեկտրոնիկայի, քաղաքաշինության ոլորտներում։ Վստահ եմ, հայ մասնագետների հետ փորձի փոխանակումը կնպաստի մեր երկրներում գիտության արդյունավետ զարգացմանը։ Ակադեմիական գործակցությունը հնարավորություններ կստեղծի նաև ուսանողների համար։ Կիրականացվեն փոխանակման ծրագրեր, փոխայցեր։ Քննարկվում է նաև գերմանական կրթական ծրագրերի տեղայնացման հարցը։ Պոլիտեխնիկը իսկապես որակյալ եւ լավ հնարավորություններ ունեցող բուհ է։ Հեռանկարում փոխանակման ծրագրերն ու համատեղ գիտահետազոտական աշխատանքներն են։ Միմյանցից սովորելու շատ բան ունենք։ Ուրախ եմ, որ անձամբ ծանոթացա բուհի կարողություններին։ Գերմանացի մասնագետները վստահ են, հայ գործընկերների հետ հանդիպումները կնպաստեն Հարավկովկասյան տարածաշրջանում գիտական նոր նախաձեռնությունների իրականացմանը։ Արամ Մարանդյան, Սեյրան Անտոնյան, լուրեր։